Երբևէ զգացել ես, որ մոտ ես նյարդային պիկի վիճակին, կարծես քո միտքը շուտով կգոռա, կարծես էմոցիաների, պահանջների և վախերի բեռը չափազանց մեծ է, որպեսզի դու կարողանաս միայնակայն կրել։ Եթե այդ զգացողությունը քեզ հանգիստ չի տալիս, ապա դու պետք է սա լսես, որովհետև կա ուժ, որը չի գալիս թերապիայից, չի գալիս ինքնօգնության գրքերից, չի գալիս քո սեփական ջանքերից։ Դա ուժ է, որը գալիս է վերևից, ուժ, որը ծնվում է հենց այն ժամանակ, երբ հասկանում ես, որ այլևս չես կարող հանդուրժել այն, և այդ ուժը կարող է փոխել քո կյանքը ներսից։ Այսօր մենք ապրում ենք ճնշման ներքո բոլոր կողմերից, դա անհանգստությունն է, ճնշումը, համեմատությունը, վախը ապագայի համար։ Եվ այս ամենի մեջ էմոցիոնալ առողջություն պահպանելը թվում է անհնար։ Բայց Աստծուն հավատալը կարող է դառնալ այն բանալին, որը կօգնի քեզ տանել այն, ինչի համար դու կարծում էիր, որ չես կարողանա դիմանալ։ Սա կարող է փոխել քո վերաբերմունքը ցավի, մտքերի և քո հանդեպ։ Այն, ինչ լսելու ես այստեղ, ոչ թե գեղեցիկ խոսքեր են, այլ ճշմարտություն է հոգնած հոգու համար։ Հետևի մինչև վերջ, որովհետև այն, ինչ կգտնես այստեղ, կարող է լինել հենց այն, ինչ անհրաժեշտ է, որպեսզի այսօր կրկին կանգնես ավելի մեծ պարզությամբ, ավելի մեծ խաղաղությամբ և ավելի մեծ ուժով, քան երեկ։ Դու մենակ չես պայքարում։ Դու երբևէ զգացել ես, որ զգում ես էմոցիոնալ ծանրություն և ուժ չունես շարունակելու, անսովոր հոգնածություն օրվա ավարտին և ծանրություն, որը քաշում է քեզ ներսից։ Տխրության, շփոթմունքի և դատարկության խառնուրդ։ Քո միտքը դառնում է աղմկոտ, քո սիրտը ծեծում է, և միակ բանը, ինչ ուզում ես, մի փոքր ժամանակ կորցնելը կամ նույնիսկ հավերժապես։ Եթե դու եղել ես այդտեղ, ապա գիտես, թե ինչ է նշանակում հոգնել կյանքից։ Ճշմարտությունն այն է, որ ժամանակակից կյանքը շատ պահանջող է։ Մենք արթնանում ենք փողով ամբողջ օրը վազում ենք, ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցենք, անգամ չգիտենք ելուն։ Կան մարդիկ, ովքեր ժպտում են դրսից և քանդվում ներսից։ Սոցիալական ցանցերը վաճառում են մեզ կատարյալ կյանք, մինչդեռ մեր կյանքը կարծես խորտակված է, և անհանգստությունը աճում է, որպես ծխի նման դանդաղ խեղդող, առանց որևէ մեկի նկատելու։ Այդ պահին Աստծու հավատը մտնում է մեր կյանք, ոչ որպես մակերեսային խոսքեր, որոնք ասում են, որ դա քեզ ավելի խաղաղ կդարձնի, այլ որպես իրական ապաստան։ Հաստատուն հենակետ, երբ թվում է, որ ամեն ինչ խորտակվում է։ Այս հայտարարության նպատակը մի քիչ կախարդական բանաձև ունի իր մեջ։ Դա ցույց է տալիս, որ կա ուժ, որը ծնվում է, երբ ենթարկվում ես ինչ-որ բանի, որը մեծ է քեզանից։ Աստծուն հավատալը չի վերացնում խնդիրները, բայց այն լիովին փոխում է քո տեսակետը դրանց նկատմամբ։ Այս տեսանյութում մենք միասին կքննարկենք այս թեման, ինչպես հավատը կարող է իրականում ամրապնդել քո միտքը, սիրտը և հոգին, որպեսզի ոչ թե դարձնի քեզ անզգա, այլ օգնի քեզ ուժեղանալ կյանքի դժվարությունների նկատմամբ, որովհետև երբեմն ամենը, ինչ քեզ անհրաժեշտ է, դա անվտանգ վայր է ներսումդ, որպեսզի չկործանվես լիովին, և այդ վայրն ավելի մոտ է Աստծուն, քան դու կարծում ես։ Հավատալու մեջ իրական ուժը ծնվում է, երբ դու գիտակցում ես քո թուլությունը։ Դավիթը նույնպես Աստծո սրտի մարդ էր։ Նա անցել էր իր սեփական անդունդները, շատ տարիներ նա փախել է այն թագավորից, որը ցանկանում էր նրան սպանել։ Նա տեսել է դավաճանություն իր սեփական տանը, նա գրել է սաղմոսներ և լաց լինելով ընդունել է, որ իր հոգին տկարացել է, խեղդվում է, կորում։ Բայց նույնիսկ այս ամենի ժամանակ նա միշտ վերադառնում էր մեկ արտահայտության. «Ինչու եմ տրտմում, իմ հոգի, սպասիր Աստծուն»։ Նա չի մերժել ցավը, բայց թույլ չի տվել, որ այն ասի վերջին խոսքը, հետևաբար Աստծու հույսը նման է հոգու խարիսխի, երբ կյանքը վերածվում է փոթորկվող ծովի, երբ փողը հեռանում է ոտքերի տակից, հավատը չի դադարեցնում փոթորիկը, բայց չի թույլ տալիս, որ այն կուլ տա քեզ։
Դուք դողում եք, տառապում եք, զգում եք, որ թողնված եք ճակատագրի քմահաճույքին, բայց դա միայն թվում է։ Քրիստոնեական հավատքը չի ռոմանտիզացնում ցավը, այն նայում է ցավի աչքերին ու ասում. դու ինձ ոչինչ չես կարող անել, որովհետև կա Աստված, որը տեսնում, լսում ու ճանաչում է յուրաքանչյուր արցունք և գործում է նույնիսկ լռության մեջ։ Նրա հանդեպ հավատը պահպանում է հույսը, երբ բոլորը ասում են, որ այն արդեն մահացել է, և երբեմն դա է մեզ փրկում, մեզ կորցնելու ճանապարհին։ Հավատը սովորեցնում է շնչել ներսում։ Մեր միտքը կարող է լինել մշտական պատերազմ, մտքերը կրակում են ինչպես կրակոցներ մթության մեջ, էմոցիաները պայթում են առանց նախազգուշացման, իմպուլսները տանում են մեզ այնտեղ, որտեղ հետո կզղջանք հասնելով։ Ապրել այսպես նույնն է, որ փորձես մեքենա վարել առանց արգելակների, կարող ես շարժվել, բայց ցանկացած պահի կարող ես կորցնել կառավարումը։ Հենց այստեղ հավատալը Աստծուն սկսում է իրական նշանակություն ունենալ։ Երբ դու քայլում ես Աստծո հետ, նա ոչ միայն փոխում է այն, ինչ դու անում ես, նա սկսում է փոխել այն, թե ով ես դու քո ներսում, ոչ թե կախարդական կամ ավտոմատ կերպով, այլ իրական, ազնիվ ու խորը գործընթացով։ Սուրբ Գիրքը սա անվանում է հոգու պտուղ, իսկ պտուղներից մեկը ինքնատիրապետումն է, կարողությունը վերահսկել սեփական ձեռքը, երբ նա ցանկանում է ամեն ինչ կոտրել, պահպանել սեփական բերանը, երբ ուզում ես ցավ պատճառել, սփոփել միտքը, երբ նա ցանկանում է փախչել առանց կանգնելու։ Ինքնատիրապետումն այն չէ, որ դու ճնշում ես քեզ, գործ ունենք վերաբաշխման հետ։ Դա գիտելիքն է այն մասին, թե ինչ ես զգում՝ բարկություն, վախ, ցանկություն, վիշտ, բայց քեզ պետք չէ, որ դրանցից մեկը քեզ կառավարի։ Դա ինքնակառավարումն է, եւ այս գերիշխանությունը ձեռք է բերվում ոչ միայն կամքի ուժի միջոցով, այլ նաեւ այն գալիս է Աստծուց։ Քանի դեռ դու քայլում ես Աստծո հետ, ավելի ես հասկանում, որ գոյություն ունի խաղաղություն, որը ներթափանցում է քո հոգու նույնիսկ ամենաաղմկոտ անկյունները, խաղաղություն, որը աշխարհում ոչ մի իմաստ չունի, բայց որն աջակցում է քեզ ներսում։ Հիսուսը սա ցույց է տվել անապատում 40 օր առանց սննդի, մեկուսացած, խոցելի, եւ այնտեղ նա ամուր էր, որովհետեւ գիտեր, թե ով էր ինքը, եւ ում հետ էր կապված, եւ ում անունով էր եկել։ Այո, նա սոված էր, բայց նա թույլ չտվեց, որ սովը խոսի ճշմարտությունից բարձր։ Սա իսկական ինքնակառավարում է, իմանալ, որ կարող ես, բայց նախընտրում ես չանել, եւ միայն նրանք, ովքեր ունեն այս ուժը իրենց ներսում, գիտեն վերևից եկող խաղաղությունը։ Հավատը չի նշանակում աչքերը փակել ու հույս ունենալ, որ ամեն բան ավելի լավ կլինի։ Դա աչքերը բացելն է եւ տեսնել աշխարհը այնպիսին, ինչպիսին կա՝ խառնաշփոթ, անարդարություն, բամբասկոտություն, բայց քո հաստատակամ մնալը ամենաբարձր դիրքում պետք է մնա։ Դուք հաստատուն կլինեք, կնայեք հայելու մեջ, նվազ հիասթափությամբ եւ քիչ կկանգնեք համեմատելով ձեզ աշխարհի հետ, որովհետեւ դուք արդեն հասկանում եք, որ ձեր արժեքը չի հենվում այն բանի վրա, թե ինչ եք անում, այլ այն, թե ով եք դուք նրա մեջ։ Աղոթելը դաշնչելն է հոգով։ Կան օրեր, երբ ձեր միտքը չի դադարում աշխատելուց, մտքերը միմյանց վրա հեղեղվում են, անհանգստությունը աճում է ինչպես ալիք եւ սեղմում է կուրծքը։ Մեր ժամանակներում աղոթելը ոչ միայն կրոնական պրակտիկա է, այլ գոյատևման միջոց։ Աղոթելը դա նման է խորը շնչելուն, երբ հազիվ ենք փրկվում խեղդվելուց, եւ հենց այդ ժամանակ պետք է թույլ տաք ինքներդ ձեզ կանգ առնել, փակել աչքերը եւ ասել. ես արդեն չեմ կարող ամեն ինչում միայնակ հաղթահարել։ Իրական աղոթքը կազմված չէ գեղեցիկ բառերից, այն ծնվում է քաոսից, դա սրտի լուռ կանչն է, որը չի գիտակցում ինչ անել, եւ Աստված լսում է. օգնեք ինձ,
նա լսում է, որովհետև նա տեսնում է ավելի շատ, քան միայն աղոթող սիրտը։ Աղոթելը ամրացնում է միտքը, որովհետև այն ստեղծում է անվտանգ տարածություն քաոսի մեջ, այնպիսի մի տեղ, որտեղ դուք կարող եք ազատվել կասկածներից, վախի ծանրությունից և պարզապես հանգստանալ։ Ասեք, Աստված, ես չգիտեմ ինչպես լուծել սա, բայց հավատում եմ, որ դու գիտես, և այս ամենը փոխում է ամեն բան։ Դա չի նշանակում, որ իրավիճակը անմիջապես փոխվում է, այլ դա նշանակում է, որ դու փոխվում ես ինքդ քո ներսում։ Անհանգստությունը սկսում է կորցնել ուժը, և հանգստությունը սկսում է գալ, և Աստծո խաղաղությունը, որը գերազանցում է ամեն հասկացողություն, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը։ Եվ աղոթելը ոչ միայն տանում է հանդարտության, այլ նաև պահպանում է այն։ Այն պաշտպանում է միտքը խելագարությունից, սիրտը քանդումից, և այս խաղաղությունը տրամաբանական չէ։ Դա կախված չէ պայմաններից։ Դա այն խաղաղությունն է, որը ներխուժում է, երբ ամեն ինչ դրսում փլուզվում է։ Եվ այնուամենայնիվ, ներսում դուք զգում եք մի տեսակ լռություն, կարծես Աստված ասում է. ես այստեղ եմ։ Ավելին, ամենօրյա աղոթքը փոխում է ձեր հայացքը կյանքի նկատմամբ։ Դուք սկսում եք ավելի շնորհակալ լինել նույնիսկ մանրուքների համար, իսկ ով շնորհակալ է, նրան տրվում է ավելին։ Միտքը դադարում է լինել պատերազմի դաշտում և սկսում է վերածվել պարտեզի, որը լցված է ինքնավստահությամբ։ Դուք նաև սովորում եք լսել, ոչ միայն խոսել, և այս լռության մեջ Աստված խոսում է ոչ թե գոռում։ Աղոթել դա ոչ միայն ավանդույթ է, դա ուղիղ գիծ է դեպի այն միակ մարդը, ով կարող է պահել ձեզ ներսում, երբ ամեն ինչ սպառնում է կոտրել ձեզ։ Նշանակություն չունի դուք խոսում եք ուժեղ ձայնով կամ արցունքներով, կարևորը այն է, որ դուք աղոթում եք, որովհետև աղոթել նշանակում է հիշել, որ դու երբևէ չես մնացել միայնակ։ Դուք չեք ծնվել միայնակ պայքարելու համար։ Կան մարդիկ, ովքեր սովորել են պաշտպանել իրենց վստահելով, բայց չվստահելով ուրիշներին։ Հեռու մնալը արագ լուծում եք համարում, որովհետև մի պահ ձեր կյանքում ձեզ վիրավորել, անտեսել կամ հիասթափեցրել է մեկը, ով պետք է լիներ մոտ, բայց չեղավ։ Իսկ հետո դուք փակվել եք, ստեղծելով պատնեշ, մտածելով, որ դա ուժի նշան է, բայց դա այդպես չէ, դա սպառվածություն է, կամ պահեր, երբ ամեն ինչ ձեր ներսում ուզում է փակվել, իզոլացվել, կանգնած լինելով անկյունում, ոչինչ չբացատրելով։ Եվ իրականում երբեմն նույնիսկ ավելի հեշտ է թվում, բայց դա լավագույն տարբերակը չէ, քանի որ թեև միայնությունը թվում է անվտանգ, այն նաև վտանգավոր է։ Երբ դուք հեռանում եք, մտքերն առանց հակակետեր հնչում են, վախը աճում է լռության մեջ, և հավատը սկսում է աննկատորեն սահել։ Արդյունքում, ոչ մեկը դեռ չի հաղթել միայնակ մարտերում։ Մի օր բեռը հաղթում է, միտքը հոգնում է, սիրտը դադարում է, և այն, ինչը թվում էր ուժ, վերածվում է գաղտնաբար թաքնված միայնության։ Հենց այս պատճառով Աստված մեզ ստեղծել է ապրելու հասարակությունում, քանի որ նա գիտեր, որ ցավը բաժանվելով մի քանի հոգու մեջ թվում է թեթև, իսկ հավատը, երբ այն կիսվում է, աճում է։ Երկու անձ ավելի լավ է, քան մեկը, որովհետև եթե մեկը ընկնի, մյուսը կբարձրացնի կամ կպահի։ Եվ այսպես է, ով ունի մեկին, ով կհամալրի նրա միայնությունը, երբ նա ուժ չունի, ով կհանդիպի նրան առանց դատապարտելու։ Քրիստոնյաների հետ շփումը ուղղված չէ կատարելության ստեղծմանը, որտեղ բոլորն ամեն կերպ կհասկանան միմյանց։ Խոսքը անվտանգ տեղ ստեղծելու մասին է, որտեղ անպատեհությունները ընդունվում են նրբությամբ, որտեղ կա խոստովանության, վերականգնման և նոր սկիզբների տեղ։ Հենց մարմնում հոգին գտնում է աջակցություն, հենց անկեղծ գրկախառնությունների մեջ, անկեղծ զրույցներում, համատեղ աղոթքներում մենք գիտակցում ենք, որ մենակ չենք։
եւ միայն սա թեթևացնում է ցավի կեսը։ Աստված մեզ ստեղծել է հարազատներ, նա ինքն է բոլորիս հայրը, որդին եւ հոգին, եւ նա մեզ կոչ է անում ապրելու իր նման։ Հեշտ չէ բացվել, վստահել, միասին գնալ, բայց երբ մենք թույլ տանք դա, մենք հայտնաբերում ենք, որ շփումը բուժման ամենագեղեցիկ ձևերից մեկն է, քանի որ երբ ինչ-որ մեկը քո ձեռքը բռնում է, հուսահատությունը այլևս չի շփոթեցնում քեզ, այնպես որ եթե այսօր դու քեզ թույլ ես զգում, փնտրիր որևէ մեկին, քանի որ երբեմն այն հավատը, որը քեզ անհրաժեշտ է, պահպանվում է նրա մեջ, ում Աստված է դրել քո ճանապարհին։ Մենք այստեղ շատ բան ենք խոսում, բայց ամեն բան պտտվում է մեկ պարզ ճշմարտության շուրջ։ Աստծո հավատը ավելին է, քան կրոնը, դա հիմք է, դա քեզ չի դարձնում սուպերհերոս, բայց տալիս է հնարավորություն շարունակելու, նույնիսկ երբ քո ներսում ամեն ինչ ուզում է կանգ առնել։ Նա ձևավորում է քո միտքը, հանգստացնում է քո ազդակները, բուժում է քո վերքերը եւ հիշեցնում քեզ այն մասին, թե դու ով ես։ Այժմ խնդիրը հետեւյալն է. ինչպես կարող ես դառնալ ուժեղ Աստծո մեջ այսօր։ Միգուցե դա նշանակում է մի փոքր անջատել շրջապատող աղմուկը եւ խոսել նրա հետ։ Միգուցե դա նշանակում է գտնել հավատքի մարդ եւ բացել քո սիրտը։ Հնարավոր է դա նշանակում է վերադառնալ աղոթքին, Աստծո խոսքը կարդալուն եւ հիշել, թե ով ես դու։ Պարտադիր չէ, որ ինչ-որ մեծ բան լինի, պարզապես մեկ քայլ, մեկ շարժում, որովհետև հենց այդ պահին է Աստված տեսնում, հենց այդ պահին է Աստված տեղ գտնում գործելու համար։ Եթե այդքան հեռու ես գնացել, գուցե այն պատճառով, որ հոգնել ես, ներսից հոգնած ես, պայքարից հոգնած ես, որը ոչ ոք չի տեսնում։ Եվ եթե այդպես է, ուզում եմ իսկապես իմանաս, միայնակ չես, մենք միայնակ չենք։ Աստվածաշունչն ասում է. բայց նրանք, որ հույս են դնում Տիրոջ վրա, նորոգում են իրենց զորությունը, նրանք թևով բարձրանում են, ինչպես արծիվները, վազում են եւ չեն հյուծվում, գնում են եւ չեն տկարանում։ Սա պարզապես գեղեցիկ պոեզիա չէ, սա իրականություն է նրանց համար, ովքեր նախընտրում են վստահել, թեև հոգնած թեկուզ սահմանին Աստված է քո զորությունը։ Եվ եթե հենց հիմա քեզ թույլ ես զգում, նա քեզ կես ճանապարհին չի թողնի։ Շնորհակալ եմ լսելու համար։